իմ խորին համոզմամբ մենք նվաճված ենք եղել ռուսների կողմից եւ սովետիզացիան պիտի ֆիքսվի որպես մի ժամանակահատված, որտեղ ըստ էության ճնշվել է մեր միտքը, մեր զարգանալու, մեր աճելու, մեր բարգավաճելու, ուրեմն եւ առաջանալու հնարավորությունը։ Ուրեմն դրան պիտի հաջորդեր դեսովետիզացիան եւ մենք պիտի այդ 70 տարիները առնվազն կոմունիստական այդ ամբողջ ժամանակահատվածը հստակ պիտի սահմանենք, թե ինչ էր Հայաստանի ինչ է տեղի ունեցել Հայաստանի։ Այսինքն ամբողջ խորհրդային միության քաղաքական գնահատական, ոչ միայն պատերազմի, այլ ամբողջ, այո, պատմաբանների իր ամբողջ դրականով եւ բացականով, հա, երևի։ Այո, պատմագիտության նոր նյութ է սա քննարկելու, ընդհանրապես Ռուսաստանի դերակատարությունը հայոց ցեղասպանության եւ դրան հաջորդած ամբողջ ժամանակահատվածի ընդհանրապես մեր տարածքային կորուստների ամբողջ արևելյան Անատոլիայի ամբողջ այդ հատվածի Նախիջևանի դրանում Ռուսաստանի դերակատարության ուղղակի մասնակցության եւ ներգրավվածության հարցերը պիտի դրվեն սեղանին եւ մենք դրան չենք կարող ուղղակի մատերի արանքով նայել եւ շարունակել դրանց վերաբերվել այնպես ինչպես ռուսները պարտադրել են մեզ տարիներ շարունակ, բայց իրավաքաղաքական գնահատականը, որի վերաբերյալ ես խոսում եմ, իհարկե վերաբերում է առավելապես Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարումից 98 թվականից։ Ես ես կարող եմ միայն ապացույց որպես բերել, միայն նրա ասեմ ինչու, որտեղ եթե մենք խոսում ենք պետության բռնազավթման մասին, մենք պիտի նաև փաստական ապացույցներ ունենանք, եթե իրավական գնահատականի մասին ենք խոսում։ Ձեզ կարող եմ ասել, որ ես 2003 թվականի նախագահական ընտրությունների փաստական ապացույցների եմ տիրապետում։ Տիգրան Եգորյանի հետ փաստաբան մենք ազգային ժողովի падգամավոր եղածի ընթացքում կարողացել ենք ուսումնասիրել եւ արդարադատության նախարարության արխիվից դուրս բերել 2003 թվականի նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների օրինակ մասնակիցների ամբողջ քվեաթերթիկները, որոնց ուսումնասիրությամբ պարզել ենք, որ 2003 թվականի նախագահական եւ խորհրդարանական ընտրություններում Հայաստանից բացակայող մոտ 280,000 քաղաքացի մասնակցել է այդ ընտրություններին հօգուտ հանրապետական կուսակցության։ Հիմա սրան պիտի գնահատական տրվի այս հանցագործներին, այդ կուսակցության ղեկավարին, որը այսօր հայտ է ներկայացրել նաև մյուս տարվա ընտրություններին մասնակցելու, դրա մյուս թևին Ռոբերտ Քոչարյանին իրավական գնահատական պիտի տրվի, այդ մարդկանց քաղաքական իմաստով պետք է կախել, որովհետև իրենք զավթել են ժողովրդին պատկանող իշխանությունը։ Այդ գնահատականը պիտի առնվազն վերաբերի նրանց այսօրվա գործունեությանը սահմանափակող որոշ էլեմենտներով։ Ես ձեզ վկայաբերեցի վերջին շաբաթներին եվրոպական առաջատար երկրների դատարանների որոշումներին, թե դատարանը ինչպես է պաշտպանում պետությունը եւ պետության ժողովրդավարությունը։ Եթե այս բոլորը մենք ասում ենք ու անցնում ենք եւ դա հետևանք չի ունենում, ուրեմն մենք դատական համակարգում խնդրեմ ունենք։ Իսկ մենք ունենք դատական համակարգում խնդրեմ։ Իդեպ Հայաստանում 2018 թվականի փոփոխությունները մի բանի համար են եղել։ Ոչ Եվրամիության, ոչ Ռուսաստանի, ոչ Ղարաբաղի, մարդիկ արդարություն են ուզել։ Եվ գլխավոր այդ երազանքը, որ մարդկանց դուրս էր բերել փողոց, չի իրագործվել։ Մենք խայտառակ դատական համակարգ ունենք, որը ոչ մեր ամենօրյա կյանքում պաշտպանում է մեր քաղաքացիներին, ոչ էլ մեծ հաշվով պետությանը։ Մենք ունենք քիչ թե շատ, այսպես ձևավորված սահմանադրական դատարան, որը կատարել է իր բուն ֆունկցիան, ի պատիվ մի քանի առանցքային դատավորների սահմանադրական դատարանի, մնացած դատական համակարգը խայտառակ ապիկար իրավիճակում է եւ նախորդ
արդարադատության նախարարները ուղղակի իրենց պատկերացումներով այդ կարգապահական բարույթներին վերաբերող պատկերացումներով ուղղակի ավելի վատ վիճակի մեջ են դրել դատական համակարգը, որտեղ այդպես հնարավոր չի զտել եւ մաքրել այն աղբը, որը տարիներով կուտակվել է, ուղղակի հանցագործների որջը դարձրել դատական համակարգը։ Այն ինչով մենք զբաղված ենք, ըստ էության սպիտակ ձեռնոցներով աղբի մեջ մարգարիտներ փնտրելուն է նման։ Մինչդեռ մենք պիտի ձեռքներս քշտենք, այդ աղբը հիմնարար կարողանանք մաքրել։ Այստեղ եւս թույլ է, թե ժողովրդավարություն ասվածն է սխալ հասկացվում։ Ես կարծում եմ, որ մենք ընդհանրապես ներսում համախոհություն չունենք, որ այդ ժողովրդավարությունը պետք է պաշտպանել, որտեղ դատական համակարգի մի ստվար հատված ամեն օր երազում է, որպեսի իրենց նախկին առաջնորդները եւ տերերը վերադառնան եւ իրենք կարողանան նորից անարգել կերպով Եթե լյուստրացիա չի արվել, ինչպես դա կարող է արվել։ Դա դրան լյուստրացիային որպես այլընտրանք իրավաքաղաքական գնահատականն է եւ բոլոր նրանք այն դատավորները, ովքեր մասնակցել են պետության զավթմանը, որտեղ ի վերջո գիտեք կարելի է ժամերով ընթերցել Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքը, բայց ես այլ հարց եմ ուզում տալ։ Լավ, այդ բոլորը ինչպես է հնարավոր եղել։ Ի վերջո դա նաև մեր թողտվությամբ է տեղի ունեցել, չէ՞։ Ի վերջո առանց դատարանների, առանց դատավորների, առանց քաղաքական շրջանակի, քաղաքական ընդդիմության այդ բոլորին չէր կարող տիրապետել Ռոբերտ Քոչարյանը եւ դա անհասանելի կլիներ իրեն։ Մեր բոլորի թողտվությամբ է տեղի ունեցել այդ բոլորը եւ դրան պետք է գնահատական տրվի եւ դա պիտի հետևանք ունենա։ Ինձ այդ հարստությունը չի հետաքրում, ինձ հետաքրում է այն կորուստները, որոնք այդ ամենի արդյունքում մեր պետությունն է ունեցել։ Ինձ Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցը չի հետաքրում։ Հետաքրում է, որ Ռուսաստանի հետ հարաբերություններով ինչպիսի վնասներ ենք մենք շարունակելու կրել, որովհետև առնվազն հարաբերությունների վերջին 30 տարին միայն կորուստների մասին է եղել։ Եվ հետևաբար կարող ենք սատանայի հետ էլ հարաբերվել, ամենածանր թշնամի պետության Պակիստանի հետ էլ կարող ենք հարաբերվել, եթե դրանից կա օգուտ եւ շահ մեր պետությանը, ես ընդհանրապես խնդիր չունեմ, բայց ես ուզում եմ, որ մենք գնահատենք մեր հարաբերությունների սկզբում այս հարաբերությունները մեզ որևէ լավ տեղ տանելու են, օրինակ եվրոպացի մեր գործընկերները, որոնք զգուշացնում էին մայիսի 9-ին չմեկնել Մոսկվա, իհարկե նկատի չունենալով Հայաստանին, իրենք նկատի ունեին Սերբիային, Սլովակիային, բայց անուղղակի դա մեզ էլ էր չէ վերաբերում։ Այսօր մեր անվտանգությունը արևելյան սահմանի ովքեր են ապահովում։ Առնվազն իրենց մոնիտորինգային առաքելությունը իրականացնում են եվրոպացի քաղաքացիական դիտորդները, որոնց տված ամենօրյա գնահատականներով հարաբերական խաղաղություն եւ կայունություն է հնարավոր դառնում պահպանել այդ սահմանին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանին։ Ես վերջերս Խաչիկ գյուղում էի եւ մարդիկ իրենց գարնանային գյուղատնտեսական աշխատանքները կազմակերպելուց առաջ դիմել էին եվրոպացի քաղաքացիական առաքելության դիտորդներին ուղղակի գալ եւ ներկա լինել, որպեսի որևէ լարվածություն սրացում չլինի։ Այսինքն ենթագիտակցորեն մարդիկ հասկանում են եվրոպացի դիտորդների կարևորությունը եւ աջակցություն են խնդրում նրանցից։ Մի բան, որ նախկինում ռուսներից չեն խնդրել, չեն արել, որտեղ վստահ են եղել, որ ռուսները չեն պաշտպանելու մեզ եւ որևէ կերպ չեն նպաստելու խաղաղության եւ կայունության հաստատմանն ու զարգացմանը։ Սրանք արդեն ենթագիտակցական գործոններ են, որոնք արմատացած են մեր մեջ։ Եվրոպական միությունը, որը երկարաձգում է այդ առաքելության ներկայությունը Հայաստանում, մեզ
այլ պաշտպանական եւ անվտանգային գործիքներով է օժտում։ Եվրոպական միության առանձին երկրներ պատրաստ են Հայաստանի հետ պաշտպանական եւ անվտանգային հարցերի շուրջ քննարկումներ ունենալ եւ աջակցել։ Հայաստան, որը շարունակում է մնալ ՀԱՊԿ անդամ։ Եվ ըստ էության ՀԱՊԿ կանոնադրությամբ մենք պարտավոր ենք երրորդ որևէ երկրի, ոչ ՀԱՊԿ անդամ երկրի հետ համագործակցությամբ ստացված տվյալները, այդ թվում նաեւ սպառազինական, կիսվել ՀԱՊԿ անդամ, այսպես կոչված մյուս դաշնակիցների հետ։ Եվ այս ռիսկը ունենալով մեզ հետ Եվրոպական միությունը եւ Եվրոպական միության առանձին անդամներ շարունակում են համագործակցել, շարունակում են խորացնել համագործակցությունը եւ այս ֆոնին մեր ներկայությունը Ռուսաստանում այդ զորահանդեսին ուղղակի հանցագործների հետ այսօր պատերազմական հանցագործություն գործող սեփական այսպես հավատակից եղբայր ժողովրդին եղերական պատերազմ վարող պետության ուրեմն հրապարակում զորահանդես ընդունելու ընդհանուր ներկայացում է եւ իմ խորին համոզմամբ այնտեղ ներկա լինելը հանցակցություն է ուղղակի հետևանք կլինի դրան։ Ես կարծում եմ, որ հետևանք կա արդեն եւ մենք ահռելի ջանքեր պիտի գործադրենք, որ կարողանանք վերականգնել մեր ուրեմն վստահությունը եւ հեղինակությունը, որտեվ այդ օրը Մոսկվայում գտնվելով մենք լրջագույն հարված ենք հասցրել մեր անկեղծության, մեր ընդհանրապես եվրոպական միության հետ ինտեգրվելու, Եվրոպական միության անդամակցելու, որի վերաբերյալ օրենք է ընդունվել, մեր անկեղծ մղումին։